Ժողովուրդ մի բանի մասին եմ ուզում ձեզ հետ կիսվեմ։ Ես վերջերս լուսանկարապտտվում համացանցում, որ իբր ամբողջ այդ Կալիֆոռնիայում, Լոս Անջելեսում արևած տների մեջ մի տուն կա, որին կարապետ չի դիպչել։ Ու բոլորը այսպես շեր են անում այդ նյութը, որտեղ որ գրված է այս տանը ապրում էր հավատացյալ մարդը, դրա համար կրակը չդիպչեց այդ տանը ու անցավ։ Ես չգիտեմ, ասենք հավատացյալ մարդը խետ կամ պրիմիտիվ ու Աստծո անունից կարող է այդպես հիմարություն դուրս տա, Աստծո անունից հիմարություն դուրս տալը լեգալիզացված չի։ Հերիքը Աստծո վաճառքի անեք լայքերի համար։ Ուրեմն այն արևած տներում հավատացյալ մարդիկ չեն ապրել։ Այդ ինչ առևտուր է կրոնական։ Դրա համար ես ինքս ինձ փորձում եմ ինչքան կարելի է հեռու պահեմ կրոնից ու մոտիկ մնամ Աստծուն։ Ինչքան կարելի է կրոնից հեռու, այդքան մոտիկ կլինես Աստծուն։ Ես զարմանում եմ, ասենք ինչ պրիմիտիվ ուղեղ պետք է ունենաք այդ, որ ամբողջ օրը ասենք մարդիկ որպես հավատացյալ են համարում իրաց ու սկսում են Facebook-ով լայքեր շահել Աստծո անունից, հիմա Աստծո անունից լեգալիզացված են, որպեսզի հիմարություն դուրս տան։ Էլ եմ կրկնում։ Այն տները, որ այրվել են հիմնահատակ, այդ տներում հավատացյալ մարդիկ չեն ապրում։ Եթե իհարկե այդ լուսանկարը ֆեյք չի։ Ես կարծում եմ, որ ֆեյք չի։ Այդ ինչ մեջիկ բաներ եք ման գալիս, որ ասենք արդարացնեք կրոնը։ Շատ վաղուց այս աշխարհում Աստված համաձ է վաճառքի, ու այդ վաճառքը բացի եկեղեցիներում, նաև սոցցանցերում է կատարվում։ Աստծո անունից հիմարություն մի դուրս տվեք։ Գներեք, եթե մի չկոպիտ էր։